Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների, հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am Մեր եթերը շարունակվում է, մեր հյուրն է Կալիֆորնիայի Բերքլի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ, պատմաբան Ստեփան Աստուրյանը։ Բարև ձեզ, պարոն Աստուրյան։ Բարև ձեզ։ Պարոն Աստուրյան, ես հիշում եմ, որ մեր վերջին զրույցի ժամանակ այս տաղավարում ամիսներ առաջ դուք նշեցիք, որ չեք տեսնում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից պրակտիկ հարթությունում, գործնական հարթությունում քայլեր մեր տարածաշրջանում, որոնք ուղղված են եւ միտված են Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի իրագործմանը։ Մենք տեսնում ենք, որ այդ մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցավ օգոստոսի 8-ը, տեղի ունեցավ Վաշինգտոնը եւ ինչ որ առումով այդ պրակտիկ քայլերը կարծես թե սկսվել են։ Խնդրեմ ձեր տեսակետը, ինչ որ բան փոխվել է թե ոչ։ Կարելի է թադել վիճակը, վիճակները կփոխվին, շատ արագ կփոխվին, ասպարակային, այնինչ որ դեղի ունեցավ վերջին 3 տարիներու ընթացքին Ուկրաինայո պատերազմի սկիզբն ի վեր։ Կներեք, իրավիճակը որտեղ է փոխվում շատ արագ, դա է հստակ։ Ամեն պատմության մեջ ադեններ կան գտնալալ 30 տարի շարժում չկա, գիտեք, շոշափելի փոփոխություն չկա։ Եվ վերջը գտնալալ 5 տարվա մեջ գարձես թե պատմությունը գարականագող, 5 տարվա մեջ ավելի շատ փոփոխություններ ունեն, քան 30 տարվա մեջ։ Գտնալալ, այո, ադանք ադեններ կան պատմության մեջ։ Հիմա Ամերիկան կամ ավելի ճիշտ բարոն Թրամփը աս օգոստոսի համաձայնությունները հաջողեցավ ստորագրել դալ։ Այդ համաձայնությունները բախտադած նոյեմբերի 9-ի պատմության ռուսերու հետ եւ ադրբեջանցիներու հետ ավելի տրագան է։ Գասկած չկա դոր մասին։ Հիմա խնդիրը ադե որ մինչև հիմա թերաստրիպ կոչված գարկատությունը ճամփորդության բաներու, փոխադրության եւ այլն ճամփաներու խնդիրը գադարյալ թերանորոշ է։ Հիմա ամեն ինչ մեկ օրվա մեջ դերի չունենար, շատ կիդագից եմ ադոր, բայց ասվարգանիս հարցերը ընդանուր արման բանորոշ են։ Ով պիտի շնե այդ շոկեգարքի քիզը, ով ավելի աստեցություն բի ունի նահոն։ Համաձայնության մեջ օրինակ կգրվի, որ անհոչընթոց պիտանցին բաները, ազերիները տբի բան, բայց հայկական բաժինի մեջ անգլերենով գսվի reciprocal benefits, ոչ reciprocal rights, ոչ փոխադարձ իրավունք, փոխադարձ շահ։ Հիմա գիտեք դիվանագիտության պատմությունը գացեմ ես Ֆրանսա, Ամերիկա կալես առաջ։ Ամեն մեկ բառ իր իմաստ ունի։ Right-ը ինչ է, իրավունքը, շահը ինչ է։ Հայաստանի շահը ինչ է ատամացայնության մեջ։ Հիմա խորեդեսություն եկած չեմ ձախելու, գամպանելու, սելու համար, որ պետք է սկուշը լալ և քրությունները մոդիկ, մոդեն գարտալ։ Իմ դպավորությունս, բարոնը Ստեփանյան, ան է, որ աս տրիպից զրակիրը կոնի։ Գհարաչանագով, հիմա ստերևույթին հանցախումպեր, գստերզվին և այլն, բիդի բրբդեն, պաներվին է։ Հետևաբար գուզեմ լավադեսը լալ և գուզեմ հավադալ, որ բավական արագ պիտի ընթանա ասկորձունեությունը և ադենին պիտի գիտնանք օրինակ ով պիտի շնե այդ բաները, ճիշտ ուր պիտի լաքիցը, օրինակ երեք որոշ համաժողովի մներգայի և բաքսիկ մաստակեջմը, որուն անուղագի Օրբելի համաժողովի մասին եք ասում։ Այո, պան գարևոր չեմ։ Ելավ և սա, որ Բաքսկաստանի համար շատ կարևոր է, որ ատքիցը ճիշտ մերույեն չլա սահմանին վրա,
այլ կոնե 20 կիլոմետր անտինել, գաստակը եւ ուրիշ ծևով պայմաններ մեջտեղ բերան։ Ռուսերը գծվածնեն, որ բան, պրոբլեմ չէ, խնդիր չեն դեսնել Ռասպանին հետ։ Ամենը բնականաբար սուտ է, լուրջ խնդիր կդեսնեն, որովհետև աստրակիրը բացահայտորեն Ռուսիո եւ Բաքսկաստանի միջև ծևով մգաբը գդրել է, բայց ոչ միան հատ Ռուսիան շրջանցելու նպատակ է։ Հետևաբար գարկատությունները եւ գիտնանք ինչ են, ավելի ճշգրիտ կարելի է ասել, եթե պիտի իրականանան առանց մեծ դժվարություններով Հայաստանի համար։ Գտնան նաև փակտություններ հարաճացնել Հայաստանի համար։ Հետևաբար գուզեմ շեշտել այնինչ, որ գիտենք եւ այնինչ, որ չենք գիտել, եւ ոչ թե հոսքալ եւ բացարձակ ասենք լավադեսություն մձախել, որ ամեն ինչ եղած է, վերջնականացած է եւ հիանալի է։ Տեսեք, պարոն Աստորյան, դուք նշեցիք, որ Պարսկաստանից եկած համաժողովի մասնակիցը ցանկությունների մասին է խոսում եւ նշում է, որ լավ կլինի 20 կիլոմետր ավելի հյուսիս լինի, բայց չէ որ մենք 20 կիլոմետր ավելի հյուսիս երկաթգծի համար ուղղակի աշխարհակրական տարածք չունենք, ռելիեֆը թույլ չի տալիս դա։ Այո։ Ցանկացած մարդ, որը Սյունիքի մարզը պատկերացնում է, կարող է դա հաստատել։ No, գասկնամ ցեղը սա։ Ես ինչ եմ ուզում ասել, կներեք, ես ավարտեմ հարցս։ Այսինքն շատ դեպքերում այդ հայտարարությունները, որոնք հնչում են Իրանից, Ռուսաստանից, առաջին հերթին Բաքվից, իրականության հետ աղերսներ չունեն, որովհետև այդ Զանգեզուրի միջանցք, որ ասում են, այդ միջանցքի համար տեղ չկա աշխարհագրական։ Եկեք դա էլ խոսենք։ Այդ ամենը կտրված է իրականությունից։ Բարոն Ստեփանյան, ասմարտիգը եւ սխալ չեն։ Գտիդեն աստրակը աշխարհակարգական դեսագետի։ Ոչ թե միան դնդեսական եւ այլն դեսագետի։ Իհարկե։ Շատ լավադերյակ են, թե եւ դա այդպես էլ կա։ Հետին նպատակները, անշուշտ կա։ Այո, հետին նպատակները ինչ են։ Եթե ասմարտը եկած է եւ ասպաները գսեգոր, չեմ գարձեր որ մինագը գպչե միտքեր, գիտեք, խելքեն փչածը գփոխանցի հոս։ Իրենց ասբարակային իրենց գլխավոր մտահոգությունը ան է որ Ամերիկան եւ օրինակ որոշ հրյաներ գտնան հոն կորձունեություն կատարել։ Իրենց դեսանգյունե պետք է դիտել հարցերը, միշտ թիմացինի դեսանգյունը պետք է դիտել։ Այն գործունեությունը, որ Ադրբեջանի տարածքից են իրագործում։ Այո, եւ հիմա պիտի լան ուղղակի ատպաժինը սահմանին վրա, որ գդրի անցքը Բաքսկաստանի եւ Հայաստանի միջև։ Սա պետք է մտի գնել, չեմ ասել, որ պետք է ընդունել, բայց պետք է լավ հասկանալ, թե թիմացինը ինչ ծևով գտիդե հարցերը եւ սկայուն լալ երկիրներու անտեպ, որ անպայման կուտուշնամիները չեն։ Այո։ Պարոն Աստորյան, ինչ խոսք շատ կարևոր է հասկանալ, թե քո դիմացինը, քո հարևանը ինչպես է նայում, ինչպես է դիտարկում իրավիճակը եւ ինչ շահեր ունի, բայց ավելի շատ եմ ես կարևորում հասկանալ եւ այնպես թե ինչպես է դիտարկում այս իրավիճակը, ինչպես ես դիտարկում դու, այսինքն քո կառավարությունը դրա դեպքում, ես կուզեի խնդրել ձեզ կիսվել ձեր տպավորություններով։ Վարչապետը խոսեց այս 2 օրվա ընթացքում Օրբելի համաժողովի ժամանակ, արտաքին գործերի նախարարը խոսեց, այսինքն ուղեղային կենտրոնների ներկայացուցիչները խոսեցին հայկական։ Դուք ինչ տպավորություններ ունեք։ Մենք ունենք տվյալ պահին հստակ նպատակադրում եւ վճռականություն գնալ այդ ճանապարհով միջև վերջ։ Մեր շահերը մենք ինչպես ենք պատկերացնում։ Մենք հստակ գիծ ունենք, հստակ ռազմավարություն։ Չեմ գիտեր, չեմ ոչ զրբարդություն գսիրեմ, ոչ ալ վերակրել
միտքեր ուրիշին երբ փաստը չունիմ, գարձր փաստը։ Ես դրա համար եմ ասում, տպավորություն։ Դպավորություն։ Ես իզուր չէ այդ բառը օգտագործեցինք, որովհետև գնալը այդ դպավորությունը գդարյան սխալ է։ Եվ այդ բառակային նորություն կխնդրեմ բան, այսինքն բանը չունի մոս նպատակ հոսկալով, քաղաքական նպատակ Աստրիպի ծրագիրը քիչմը 45 տարի Ամերիկա բրացում է Միացյալ Նահանգներ, հագարականով որ Ֆրանսահայի։ Այսինքն որոշ չափով գտնամ հասկանալ թե Միացյալ Նահանգներ ինչ են եւ ինչպես գաշխատի։ Քիչմը դարօրինակ է, որ Միացյալ Նահանգներու պես երկիրը գանչե, նահակախը գանչե վարչապետը եւ ուրիշ նահակախը Ադրբեջանի եւ գսե ասե ստորակեցեք եւ այլ բայց յեդևը հստակ բադրաստ ծրագիրը չկա այդ ծրագիրը պետք է բադրաստվի ինչպես գիտեք եւ ջամփուվրայ է ստերևույթին ինչ որ ողջունեմ այսինքն բան չէ չէ որ ես ստրիպի թեմ At sevov într-abes as de sac bedutiune alang çaşhadi. Yete at toxtu bir istorakres arten haçort kaylere. Mez masam badrast. Gernalal pokrik gestumneru garikla. Paiz veratsagan zrakirmă gam mitmă miçaskain hantibumimă cine ratsvir storakutian. Նաև պետք է հիշենք, որ բարոն Թրամփը համոզված է, որ հարաբերություն հաստատած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև որոշ անունները փոխելով, երկու երկիրներու ադալ ուրիշ նշան մնե, թե ինչ ծևով եղած է ասպատությունը, եւ Հայաստանն ալ պետք է ասեմ, որ շատ ընդրություն չունի ասվարգանից նկատի ունենալով, որ նախաստորակրված խաղաղության պայմանագիրը բազմաթիվ գեդեր ունի, որ արդեն թրջված է։ Բարոն, շատ բարձ է։ Դարածքային ամբողջականության մասին կխոսվի, որքան որ գիտեմ նվազագույնը 240 քառակուսի կիլոմետր դարածք կրավված է Ադրբեջանի կողմէ, զինվորները լավ զետեղված են, գետրոնները ստեղծված են, այդ չէ որ երկու օքի գա լերան վրա, որ մեկ դպավորություն չունին, որ ատկե կաշվելու նպատակ ունին, որքան գիշեմ բարոն վարչապետը սավ երբ դելիմիտացիա եւ այլն լա սահմաններու այդադեն բայց այդ դարածքները Հայաստանի սահմանի խնդրողա դարածքներ չէին, որ գնա սահմանը 1 կիլոմետր ամիս գողմը լալ կամ 1 կիլոմետր աս գողմը լալ։ Այսինքն սահմանազատման հետ այդ խնդիրները գապ չունի։ Հարաբերության պայմանագրի մեջ գա գետմա ու գսվի, որ օրինակ ցեղային խտրականության, ադելության Paները ardaylıkünlere bir diğer kilvin. Hayır gışarnagvin Azerbaycan yev adalı semsezi var Azerbaycan erengi gaktam. Pavagan laf. Kiçme pararani adenadem betkuni payts gaktam. Yev hotvadzneral kıradzem ada yer rimasi. Adal tırjvadze. Gıxosvi noren daratskayin amporçaganutyan masin. Եվ փաստ ունենք, որ աս արևմտյան ադրբեջանցիներու գազագերգությունը իրենց ակադեմիան նահակախի գողմե խրահանք ունին այդ թեման վար բահելու այո Հայաստան ինչ կսվի ասոր մասին մտահոգվելիք բանը չկա ասիգա ամեն ներքին շուգային համար է այսի ադրբեջանցի ժողովուրդին համար է, ամոքելու համար, հանդարտեցնելու համար, բան է։ Գիտեք, մեկ բան գա, որ բավական դպավորիչ է, քիչ թե շատ այդ բոլոր արտահայտությունները, որ
դարիները ի վեր ունեցած է բարոն Իլհամ Ալիևը, նահատակ Իլհամ Ալիևը։ Այդ արտահայտությունները մեջտեղ ելած են իբր իր նպատակները, այսինքն իրականացուցած։ Թիրախներ, այո։ Աս նպատակները ծրագրված էին արդեն 10-12 տարի առաջ։ Okay։ Ակադեմիայով, տասակիրքերով, երեխաներով 6-7 տարեկան ասոնք բոլորը գշարունակվի։ Ուրիշ գեդերալ կան, որ խնդրարգա են և շատ վտանգավոր, 2 շաբաթ առաջ էր, 3 շաբաթ առաջ էր մեծ համակումարը դեղի ունեցավ Ադրբեջան, բանի մասին, գորած անձերը կամ անհետացած զինվորներու բաներու մասին։ Անհետ գորածներ։ Այո, հիմա հաղորդյան պայմանագրի մեջ շատ հետաքրքրական գետ մգա, որ երկու կողմերը կորոշեն, որ իրարու հետ պիտի կորձակցին և որոշ բարականերուն երբ խնդիրներ կան, ադոնք օրինական հետևանք ունենան։ Ասիկա ինչի մասին է 1992-94-ի պատերազմի եւ այլն։ Այսինքն որևէ մեկադեն Ադրբեջանը գլխարկեն գտնա հանել խնդիրը, որ դուք մեզի աս զինվորը կամ զինվորներու խումբը Տաժանապարը սպաննված է եւ այլն եւ մեզի պետք է փոխանցեք հանցնեք աս գագիգը չեմ գիտեր ինչ եւ չեմ գիտեր ինչ։ Նախաստորագրված համաձայնագիրն է եւ Հայաստանի շահապերը այո այն իմաստով որ ժամանակ կշահի Հայաստան թե հաղորդությունը հաստատված է ոչ քաղաքական գիտության մեջ շատ բարձ միտքը կա որ իզոլու է պատերազմներու 180-ի բարակային հաղորդությունը ընդհանրապես կհաստատվի կամ կգոյատևի երբ հավասարակշռություն կա երկու երկիրներու միջև այդ balance of power գոչվածի դեսությունն է ձևով երբ այդ հավասարակշռությունը հաղթված է եւ շոշափելի ձևով որևէ մեկ երաշխիք չկա որ հաղորդությունը կգնա գոյություն ունենալ իրականանալ կամ ավելի քիչ դեռ գոյատևել անշուշտ ուրիշ բարականեր կան երբ երկիրը գադարյալ չախչախվի սովետական միությունը ամերիկացիները բերլին մտնեն ռուսերը ադիգա ուրիշ բարական է բան հավասարակշռության հետ կապ չունի այսինքն բան հետևաբար եթե պատկամ ունիմ կոնե տիդորներուն համար ադե որ պետք է դվյալներու հիման վրա տադենք ընթացքը գհարաչանա տպավորություն ունիմ ամերիկացիներու հետ մանրամասնությունները գադարյալ անորոշ են ասվարգյանին բացի եթե գարկատություններ կան որոնց ձանոտ չեմ բնականաբար ոչ pedagogan թեմքեմ ոչ ալպամը եւ բաղարույն ծևով տիդել ինչպես կընտանան հարցերը Պարոն Աստրյան, խոսենք նաև մի փոքր այն քայլերից, որոնք անհրաժեշտ է անել, միգուցե ձեր կարծիքով։ Դուք նշում եք, որ հավասարակշռությունը խախտված է ռազմաքաղաքական Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, դա իրոք այդպես է, եւ այդ խաղաղությունը չի լինի այնքան ժամանակ, մինչեւ այն չվերականգնվի։ Բայց չէ, որ վերականգնվելու համար մեզ անհրաժեշտ է ժամանակ, իսկ միակ հնարավորությունը վերականգնելու համար, այդ ժամանակը ստանալու համար դա խաղաղությունն է կամ գոնե դեպի խաղաղություն ճանապարհը։ Եթե մենք չենք գնում այս ճանապարհով, պայմանական թրիփ ճանապարհով, ապա ինչպես պետք է մենք դրան հասնենք։ Կա այլ ընտրանք։ Համար սկիզբեն շեշտեցի, որ աս գարկատությունները նոյեմբեր 9-ի գարկատուտերեն ավելի լավ են, մեզի որոշ ժամանակ կուտան, եթե այդ ժամանակը լավ կործածվի, Օրինակ վերջերս լուր ելավ, որ պետք է, եթե կարելի է պետք է վերստուկել, որ խոստացված ֆրանսական զենքերու ինչ է, $300 միլիոն չափեր անանպամն է, այդ շուտ։ Ադոնց մեկ դասերորդ հասած է մինչև։
հիմա թե աս լուրը ճշգրիտ է կամ սխալ է, անցնաբես չեմ գնալ բաննել։ Ոչ ալ եկած եմ սուտ լուրեր դարածելու։ Այսինքն պետք է գարենանք Քոնե մասնակետները, եթե ոչ հայ ժողովուրդը, որ շատ ավելի կարևոր է, որովհետև ես դերացի չեմ վերջի վերջո։ Պետք է որոշ տապանցիկություն, գիտեք, որ գիտնանք ու երտանք։ Եթե ադանգ է ասել է, որ ադամ փորձ խոսույթ արտիականացման եւ այլն, բան, նոր զենքեր, կիլոներով, որ փուչիկ են, գտնալալ, որ իրական են, այսի որ լրակորներու բաղդականությունը պետք է լա ստուկել աս պաներ, ոչ թե ինձի բես անցիմը, որ հոս։ Որպես, այսպես ասեմ, լրագրող, որ որոշակի տեղեկատվություն ունի, կարող եմ ասել, որ սա փուչիկ չէ իրականում, շատ բան է արվում, շատ բան արվում է ոչ պատշաճ ձևով, ոչ այնպես ինչպես մենք կցանկանայինք, շատ բան արվում է ավելի դանդաղ, քան կարող էր արվել, բայց այն որ դա փուչիկ չէ, որ աշխատանքը այդ ուղղությամբ տարվում է եւ կան բավականին լուրջ ձեռքբերումներ, դա կարծում եմ անկասկած է։ Սա ասում եմ ձեզ որպես Հայաստանում ապրող մարդ։ Այսինքն մի անգնակ ուրախացնել ինձ ասկոփաներով, սխալ մի հասկանաք։ Իհարկե, չէ, ես շատ լավ եմ հասկանում։ Հիմա շարունակենք մեր զրույցը, հետևել հարցը։ Դուք էլ ձեր խոսքում ակնարկեցիք, որ մեծ հաշվով թրիպի Վաշինգտոնյան համաձայնությունները միակողմանի բնույթ են կրում որոշ տեղերով։ Օրինակ այն միջանցքի մասով, հա, այդ 42 կիլոմետրը մենք տալիս ենք այս Ադրբեջանը, մեզ բան չի դեր, բայց տեսեք, այսօր Հայաստանը ժամանել առաջին գնացքը Ադրբեջանի տարածքով, Վրաստանով եկե մտել է Հայաստան։ Եվ արդյոք սա չի խոսում այն մասին, որ թրիպը ունի փոխադարձության սկզբունք, որը արդեն կիրառվում է։ Շատ լավ հարցում է բարոն Ստեփանյան, եթե երկրորդ քնածքը լա երրորդ, 15-րդ եւ 98-րդ, այնադեն ասել է, որ թիմացի գորմը լուրջ է, եւ գուզե գամած դեպի հարություն երտալ։ Մեկ քնածքով չեմ գնալ եզրակացության հանքիլ, ոչ որովհետև սևորելու մարգարե եմ եւ ամեն ինչ կուզեմ որ վադը լա երկրի քաղաքական ռեալիզմն է, քաղաքական ռեալիզմն է ստիպում։ Այո, բարձրապես բան, բավականիչ մի չոր ցամաք մեկնեմ եւ դվյալ գսիրեմ։ Հիմա Ադիգաշ թրագան զարգացում է եւ շիդագ էր բարոն վարչապետը շնորհակալություն ծևով ոչ թե շնորհակալություն, այլ ընդունելով որ կարևոր քայլ էր նահանգի կողմի Ադրբեջանի, դեսնենք որքան կշարունակվի, այդադեն գնանք քիչ թե շատ ավելի վստահ լալ որ Ադիգա այլևս դեվական երևույթ մնե Եվ այդ ծևով հետևաբար ըսածս հիմնական բատկամը ադե որ դվյալները դեսնենք, վերջը տադենք եւ դվյալները առաջ, ինչպես որ շատ հաջող կբադայի հայերուն, սպիրկը հայերուն ալի միջայլոց, Հայաստանը հայերու մասին չէ միան խոսքը, որոշ խանդավառություններ կստեղծվին, որոնք վերջը խուսախապության գդանին, կուզեի հիշեցնել մեր Օսմանահայերու խանդավառությունը, երբ տանզիմաչ կոչված օրենքներ անցան հավասարակշռության, հավասարության, մահմեդականներու, քրիստոնյաներու, հրյաներու միջև հայերու ընդրանին խանդավառ ուղղակի մասնակցեցավ եւ այլն գարձելով որ եղած է խնդիրը ամենը դա բալեցավ 1908-ին երդասարդ թուրք հեղափոխություն հայերը ցույցերին օսմանցիներու թուրքերու հետ հյուրիետ ազատություն եղած գիտենք ինչպես վերջացավ այո Արևմուտքը գխնդրեմ ով որ ճշտոն ունի Հայաստան մանավանդ արտաքին գործնախարարության մոդեն գարտա արևմտյան դիվանագիտությունը հանդեպ հայկական հարցի 1877-ի անտին եւ արժեվորե ինչ է
Կալով ռուսական թիվանակիտության գարձեմ, որ այլևս պետք չունենք զայն շեշտելու, երկիր համը արավ 2020-ին և ատկե հետոյա, երբ ուղղակի Հայաստանի վրա հարձակումներ դեղի ունեցան։ Գիտեք, չուզեի, որ այդ նպատակությունը ցկել, որ ծևով եղածներու թեմ գխոսիմ գոր, կամ գարավարության, վարչագարքի և այլն։ Ես կփորձեմ գխոսիլ իպր մաստակետ, որ բավական խանդավառություններ գվախնա։ Պարոն Աստրյան, եւ վերջի հարցը, կարծում եմ, սա տրամաբանական հարց է։ Տեսեք, մենք մեր հայ քաղաքական միտքը ստիպված եմ այդ բառը օգտագործել, ունի շատ մեծ թերություն։ Մենք երբեք չենք, մենք ապրում ենք այսօրվա օրով ենք ապրում եւ երբեք չենք մտածում, թե վաղը ինչ է լինելու։ Քաղաքական իմաստով, արտաքին քաղաքական։ Այն դեպքում, երբ որ թուրքերը լրիվ հակառակն է, իրենք տասնյակ տարիներ առաջ փորձում են ռազմավարություններ գտել, մարտավարություններ գտել եւ ես կարծում եմ, որ այս առումով բոլոր վերջին տարիների իրավիճակները խոսում են այդ մասին, Իլհամ Ալիևը բացառություն չէ։ Հիմա Իլհամ Ալիևը եթե չի գնում խաղաղության ճանապարհով, իսկ մենք տեսնում ենք, որ նա համենայն դեպս պարբերաբար խոչընդոտներ է հարուցում։ Վերջին Գյոյչայի մասին հայտարարությունը այդ խոչընդոտներից մեկն է, որը դանդաղեցնում է, արգելակում է թրիպի ճանապարհը։ Ապա ինչ է ուզում Իլհամ Ալիևը, որն է գլխավոր նպատակը Ալիևին, որին նա ձգտում է, եւ արդյոք այդ գլխավոր նպատակի իրագործման շանսերն ունի այսօր։ Եվ եւս մեկ կարևոր հարց. Իլհամ Ալիևը, ես ինքս փորձում եմ պատասխանել իմ հարցին, նպատակ է դրել ոչնչացնել Հայաստանը վերջնականապես, թե Իլհամ Ալիևը իրոք վախենում է հայկական ռևանշից, քանի որ նա դիտարկում է իրավիճակը տասնյակ տարիներ առաջ, ինքը ավտորիտար լիդեր, ես վստահ եմ, որ Ալիևը պլաններ ունի, որ իր թորները պետք է լինեն Ադրբեջանի նախագահ, եւ ինքը այդ համատեքստում դիտարկելով կարող է մտածել, թե մի քանի տասնյակ տարի հետո ինչ է լինելու։ Այն դեպքում, երբ որ մեր քաղաքական էլիտան ապրում է այսօրով, ինքը չգիտի 26-ից հետո հունիսի 7-ի ընտրություններից հետո այս իշխանությունը լինելու է իշխանություն, թե ոչ, կամ ընդդիմությունը։ Այսպիսի մի հարց։ Շատ խորհում կարծում գարցնեք։ Այո, Թուրքիան գայսերական պետություն է, Ռուսիոպես, 500 տարի կրտ է, իրենք հաջորդ օրվա որոշումը չեն որոշել, ընդհանուր ռազմավարություն ունին, այդ ընդհանուր ռազմավարությունը երկարատև ծևով իրենց կարևոր թերագադարի թեր ստանցնելն է եւ ինչպես գիտեք բաներ կան որ չենք ուզել տեսնել որ մեր աչքին առջևն է բատմված մգա Էդգար Ալան Պոեն ադոր մասին որ ֆրանսացի պսիքանալիզմ Ժակ Լական անոր մասին հոդված գրած որ հաջող այնինչ որ չես տեսներ, այնինչն է որ աչքի առջևն է։ Ասպարակային նամակի մասին է եւ այլն։ Մեր պարագայում ինչն է դա։ Մեր աչքին առջև բացահայտ է։ Ունենք ղեկավարը Թուրքիո, որուն քարոզչությունը նպատակը վերահաստատելն է Թուրքիո մեծությունը եւ նախկին Օսմանյան գայսրության շրջաններու վրա վերահաստատել իր նվազագույն հսկողությունը գամաստեցությունը, եթե ոչ դիրաբեդությունը։ Կախնի չէ, ոչ ալ իմ քյուդս է, բրբդած եմ, նայած եմ, այսինքն բացահայտ է։ Ունենք Ադրբեջանը, որ գսե դաստամյակները իվեր, բարոն Իլհամ Ալիևի հայրը ադոր թապ դվավ, երբ առաջին կարդուղարն էր Ադրբեջան, KGB-ի ղեկավար ատկե առաջ, այդ դեսագի բատմակության ինքը թապ դվավ, իր զավագեն առաջ, որ հայերը եկվորներ են Հայաստան, չգային հայեր, եկան, Ռուսիո պատճառով եւ այլն, Բարձկաստան են, Օսմանյան գայսրութեն են, եւ քրավեցին ադրբեջանական խորը, երբ Ադրբեջան չգար այդ դորերուն, ոչ ալ գործածվեր այդ փարը
աս շրջանի մասին, հարավային Կովկասի մասին։ Այսինքն մեր աչքին առջևն է, այսինքն քախնիկ մտ չէ։ Մարտը իր Գիտության ակադեմիային Ֆրանկ ու Դագավոր աս Արևմտյան Ադրբեջանի մասին ավելի շեշտ տրվի։ Տասակերկներու բարունագության մասին բազմաթիվ շատ լուրջ ուսումնասիրություններ կան, ներառյալ թուրք գնոջ կողմը։ Ամենալավ հոդվածը ադե մինչև հիմա։ Մանրամասն։ Պետք է տեսնեք բարունագությունը։ Եթե ասիգա խաղաղասեր բարունագություն է, որ բարեկամություն կհառաջացնի, բավական լավ տեսեք։ Հետևաբար ամեն ինչը մեր աչքին առջևն է։ Եթե մեր ժողովուրդը չուզեր գորընտունիլ կամ ղեկավարությունը եւ գսե որ ասիգա ամենը բարապաները դե չկա որ մեկ կարևորություն չունին։ Իր ժողովրդին համար ասպաները գսել ինքը չի հավատար ասպաներու։ Ես ալ հագարակը գսեմ։ Ճիշտ հագարակը։ Թուրքիո նպատակը հագարականով որ ադեն իրարու հետ կգործակցին Ռուսիո աստեցությունը այս շրջանեն ջամպելն է երկրորդ խնդիրը ադե որ Թուրքիան շատ լավ գիտե որ լա Եվրոպայի լա Ամերիկայի համար փանալի երկիրն է այս շրջանի մեջ փանալի երկիրը Եվրոպան Թուրքիոյի դեպեն գվազելով որ զինվորական համագործակցություն կդարվի Թուրքիո հետ Գերնակնայիլ վստահ որ դերյակ եք Ադրբեջանի հետ ամերիկացիները կացին ռազմավարական չեմ գիտեր ինչ կարգադրություններ դելու Հայաստանի ըստ ինձի Հայաստանի կարևորությունը բարձ շրջանի աշխարհակարգական թիրքն է Հայաստանը հիմնական իբր Հայաստան, իբր հայ քրիստ Առաջին քրիստոնյաներ եւ այլն, որ մեր պարամետրը լեցված է աստեսակ խոսքերով, իրենց համար որևէ կարևորություն չունի բարոն Ստեփանյան։ Եվ խոսորը ֆրանսահայմն է, որ Ամերիկա բրած է այս արևմուտքեն եկած, երկու դերերն ալ բավական լավ ուսում ստացած եւ մտայնություններուն ծանոթ։ Նույնիսկ եթե ինքզինքից թույլ դայի քուշագումը որ փաստված չէ բիդի ընտրեի որ նույնիսկ արևմուտքը կկաչալերե որ մենք զիջումներ ունենք որ իրենց համար նպատակը աշխարհակարգական նպատակն է Հայաստանը չէ մենք ալ կգարձենք որ Հայաստանն է Սո գներեք որ շատ խամտավարիչ խոսքեր չեմ ասել մենք այդպեսի նպատակ չունենք թողտադե եւ ուզածը թողնե հարկ չի գա Պարոն պրոֆեսոր ընդհանուր առմամբ կիսելով ձեր մտահոգությունը, ընդունելով հիմքերը, որը դուք դնում եք այդ մտահոգության ֆունդամենտում, հիմքում, ես այնուամենայնիվ հույս հայտնեմ մեր զրույցի վերջում, որ մեր հաջորդ զրույցի ժամանակ մենք շատ ավելի ռեալ հնարավորություններ կունենանք, ավելի խանդավառ, ինչպես դուք ասում եք, խոսել Հայաստանի ապագայի եւ հեռանկարների մասին, իսկ այս զրույցի համար ձեզ շնորհակալություն։ Ես ալ ցեզի շնորհակալ եմ եւ 100 համաձայն եմ հետերնիտ իմ հույսս ա որ եթե 2-3 կամ 4 ամիսեն հանդիպինք արդեն թրիփի նահագիծերը ավելի հստակ լան եւ ավելի խանդավառ ձևով կարելի է արտահայտվել Մեր հյուրն էր Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ, պատմաբան Ստեփան Աստուրյանը, այսպիսին էին այսօրվա մանրամասները, ես Դավիթ Ստեփանյանն եմ, կհանդիպենք